Հարգելի համակարգացիներ, հարգելի գործընկերներ, չեմ խոսելու այսօրվա նախագծից, ներողություն եմ խնդրում օրակարգից շեղվելու համար։ Պարոն Գրիգորյան, շնորհակալություն նախագիծը ներկայացնելու եւ համբերատար հարցերին պատասխանելու համար։ Ես մեկ անգամ այս թեմայի շուրջ խոսել եմ եւ երկրորդ անգամ հիշեցնում եմ մեր ընդդիմադիր գործընկերներին։ Հանրապետության վարչապետի, ընտրված վարչապետի հասցեին այսուհետ մաքսիմում կոռեկտ արտահայտվեք եւ կարմիր գծեր մի սահմաններ մի հատեք։ Եվ կոռեկտ արտահայտվեք նաեւ մեր բոլոր գործընկերների հանդեպ։ Այստեղ մեր գործընկերներից մեկը այսպիսի արտահայտություն արեց։ Վաղաշաբաթում գնացել եք ռեսուրս եք կիրառել, վարչական ռեսուրս եք կիրառել, ժողովուրդ ջան, եկեք մի հատ հիշեցում էլ կատարեմ։ Ամենամեծ ռեսուրսը դուք եք ունեցել։ Եկեղեցական այսպես կոչված հոգևորականների հովանավորության ներքո էիք։ Հյուսիսից ինչ-որ գումարներ ձեզ մոտ էին գալի, բայրարներ ձեր մոտ էին։ Ով ասեց ձեզ հովանավորում էր։ Քիչ էր մնում հին աշխարհից, անդրաշխարհից քրմերի բերեք, որպեսզի վաղաշաբաթի կենտրոնում ձեզ համար քարոզարշավ անեն։ Եկեք մեզ ասում եք վարչական ռեսուրս եք կիրառել։ Ինչպես նախորդ իմ ելույթում ասեցի նախորդ նիստի, այնպես է հիմա եմ վերահաստատում, Հայաստանի Հանրապետությունում ընտրողը ժողովուրդն է, որը որ իր ընտրությունը կատարեց վաղաշաբաթում եւ իր ընտրությունն է կատարելու 2026 թվականի ընտրություններում եւ ընդդիմությանը իր բոլոր գույներով իր տեղն է ցույց տալու, ինչպես ցույց տվեց վաղաշաբաթում։ Գիտեք, մեր եւ ձեր տարբերությունը ինչու՞մն է կայանում։ Ժողովուրդը շատ լավ գիտի ձեր հետևում ով է կանգնած, ինչ գույնով ուզում եք որ գաք, միևնույնն է հասկանա թե ինչ է կատարվում եւ ձեր հետևում ովքեր են կանգնած։ Այստեղ խոսեցիք Արցախից, Շուշիից եւ ինչ-որ միջանցքներից, Ժողովուրդ ջան, Արցախի հասցեատերը տվյալ հարցի Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանն են։ Գնացեք ձեր քաղաքական հայրերին, այդ հարցը հղեք եւ այդ հարցի պատասխանը ունեցեք։ Հանրապետության վարչապետը մի քանի անգամ շարունակ հրավիրել է եւ հիմա էլ է շարունակում հրավիրել բանավեճի, ձեր քաղաքական հայրերը չեն ուզում գան, չեն կանգան ներկայանան եւ ժողովրդին բացայաբաց ասեն, թե ինչ է կատարվել։ Իհարկե ժողովուրդը շատ լավ հասկանա ինչ է կատարվել։ Գնացել են բանակցել են մի բան, եկել են ժողովրդին այլ բան են ներկայացրել։ Մնացեք կոռեկտության սահմաններում եւ չհամարձակվեք այսուհետ հանրապետության վարչապետի եւ մեր քաղաքական թիմի որևէ անձի հանդեպ կարմիր գծերը հատեք։ Շնորհակալություն։